Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Փաշինյանի աշխատակազմից հայտնել են, որ նրան են զեկուցվել ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները, թե մասնավորապես ինչ են զեկուցել պաշտոնյաները Փաշինյանին, չի հաղորդվում։ Հայաստանի սահմանին Իրանում 10-րդ օրը շարունակող պատերազմի ընթացքում սա արդեն անվտանգության խորհրդի 3-րդ նիստն է։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով։ Ուղերձում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ, գրանցելով նոր հաջողություններ։ Առիթը բաշխի թողնելով Իրանի բարեկամ ժողովրդին Փաշինյանը մաղթել է բարօրություն եւ հարատև խաղաղություն։ Հազրաթ Այաթոլլահ Ալ-Ուզմա Սեյեդ Մոջթաբա Խամենեի Աստծո ձեռքը երևաց, Խամենեին երիտասարդացավ։ Իրանական լրատվամիջոցները այսպիսի գրությամբ են հրապարակել երկրի նոր հոգևոր առաջնորդի Մոջթաբա Խամենեիի ընտրության մասին լուրը։ Ալլահու ակբար Ալի Խամենեիի երկրորդ որդուն Իսլամական Հանրապետության փորձագետների խորհուրդը ընտրել է գրեթե միաձայն։ Մոջթաբա Խամենեին երկրի երրորդ հոգևոր առաջնորդն է։ Նրա հայրը սպանվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման առաջին օրը։ Ֆարս լրատվական գործակալությունը փոխանցում է, որ երկրի նոր հոգևոր առաջնորդի երթմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր Թեհրանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի դեպ դեռ վաղաժամ է համարել մեկնաբանել ընտրությունը, իսկ ավելի վաղ նա նշել էր, որ ով էլ այդ պաշտոնում լինի, պետք է իրենց հավանությունը ստանա։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե երկիրը Իրանի հետ պատերազմում է 1947 թվականից։ Այս հայտարարությունը կասկածի տեղիք է տալիս, քանի որ թեև հարաբերությունները տասնամյակներ շարունակ ծայրահեղ լարված են, սակայն 1947 թվականին ԱՄՆ-ն ու Իրանը դեռևս մտերիմ դաշնակիցներ էին։ Թշնամանքն ու պատերազմական մթնոլորտը սկսվել են 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո։ Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի պաղեստինյան փախստականների ճամբարը վերածվել է ավերակների։ Իսրայելական երկու հզոր ավիահարվածներ է քարուքանդ են արել բնակելի շենքերը, ստիպելով հազարավոր ընտանիքների փախչել իրենց տներից։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ավելի քան 600 թիրախ խոցելու եւ Հեզբոլահի շուրջ 200 մարտիկի սպանության մասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով զոհերի թիվն արդեն հասել է մոտ 400-ի, վիրավորներինը 1130-ի։ Իսրայելական կողմը նույնպես հայտնել է առաջին իր պաշտոնական կորուստների մասին։ Պատերազմից ի վեր զոհվել է 2 զինծառայող։ نیروهای مسلح جمهوری اسلامی ایران Իսրայելի թիրախում են հայտնվել Իրանի նավթային պահեստարանները Քոհակում, Շահրանում եւ Քարաջում։ Թեհրանի նավթավերամշակման գործարանում բռնկված հզոր հրդեհը ցախալի խոսնակը որակել է որպես հարված ահաբեկչական վարչակազմի անիվները շենացնող մեխանիզմին։ Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդի նշանակումից հետո Թեհրանի վանակ հրապարակում մարդիկ տոնել են, մինչդեռ Դոնալդ Թրամփը հեգնանքով նշել է, որ նոր առաջնորդը երկար չի ձգի։ Վիեննայի կենտրոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, բողոքելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների դեմ եւ նախազգուշացնելով գլոբալ գնաճի եւ նավթի գների թռիչքի մասին։ Բեյրութի հարավային Դահիե Արվարձանում իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով վայրկյանների ընթացքում փլուզվել է Հեզբոլահի բանկի շենքը։ Իսրայելի պաշտպանության բանակը կրկին կոչ է արել թաղամասի բնակիչներին տարհանվել։ Բանակի արաբախոս ներկայացուցիչը զգուշացրել է, որ Հեզբոլահի օբյեկտների գտնվելու վայրերը շուտով թիրախավորվելու են եւ տարհանումն անհրաժեշտ է նրանց անվտանգության համար։ NetBlocks միջազգային մոնիթորինգային ծառայությունը հայտնել է, որ Իրանում արդեն 10 օր շարունակվում է ինտերնետային բլոկադան։ Կապի արագությունը կազմում է նորմալ մակարդակի ընդամենը 1%։ Մոտ 90 միլիոն իրանցի զրկվել է հաղորդակցությունից։ Բջջային հեռախոսակապը խափանվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների պատճառով։ Համացանցի հասանելիություն ունեն միայն պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցները։
Թուրքիան 6 F-16 կործանիչներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել հյուսիսային Կիպրոսում, տեղի թուրքական համայնքի անվտանգությունը ուժեղացնելու նպատակով, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Տարածաշրջանում իրավիճակը սրվել էր դեռևս անցյալ շաբաթ, երբ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերը Թուրքիայի օդային տարածքում խոցել էին Իրանից արձակված բալիստիկ հրթիռ։ Թուրքիան շաբաթ օրը խստորեն զգուշացրել էր Թեհրանին զերծ մնալ իր ուղղությամբ նոր հրթիռներ արձակելուց։ Միևնույն ժամանակ Անկարան քննադատել էր եվրոպական երկրների ռազմական տեղակայումները Կիպրոսի հարավային հատվածում, նշելով, որ նման գործողությունները ռիսկային են եւ կարող են կղզին ներքաշել լայնածավալ հակամարտության մեջ։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը այսօր առավոտյան բացել է Իրանի հետ սահմանը բոլոր տեսակի բեռնափոխադրումների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը հայտնել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ եւ հավաստիացրել է, որ միջադեպը մանրամասն կհետաքննվի։ Փեզեշքյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանի դեսպանատուն այցելելու, գերագույն առաջնորդ Այաթոլլա Սայեդ Ալի Խամենեյնի ու բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ ցավակցելու, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում հարվածել են իրանական 3 տանկերի։ Իրանի Բանդար Աբաս նավահանգիստը կրկին ենթարկվել է օդային հարձակման։ Մայրաքաղաք Թեհրանում այսօր նորից պայթյունի ձայներ են լսվել։ Չնայած այս ամենին, Իրանում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են ի աջակցություն նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական պահանջն Իրանից անվերապահ կապիտուլյացիան է։ Only the United States of America could. Ըստ Հեքսեթի, Միացյալ Նահանգները ձգտելու է Իրանի լիակատար պարտությանը եւ տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելուն։ Վաշինգտոնը մտադիր չէ գնալ զիջումների եւ ակնկալում է Թեհրանի վարչակարգի լիարժեք հնազանդեցում կամ անկում, ասել է նա։ I said unconditional, unconditional. I said unconditional. It's where they ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անհանգստությունն է հայտնել Fox News-ին Իրանի նոր առաջնորդի ընտրության կապակցությամբ։ Թրամփն ավելի վաղ էր դժգոհություն հայտնել Մոջթաբայի թեկնածության հարցում։ Իսրայելն իր հերթին արդեն նախազգուշացրել է, որ նոր առաջնորդը դառնալու է իրենց թիրախը։ Թրամփը շեշտել է, որ Իրանը վաղուց կոչնչացներ Իսրայելը, եթե ինքն ու Նեթանյահուն միասին չաշխատեին։ Այս ամենին զուգահեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու առիթով։ Իր ուղերձում Պուտինը հաստատել է Մոսկվայի անսասան աջակցությունը Թեհրանին եւ համերաշխություն հայտնել իրանցի գործընկերներին։ Նա վստահեցրել է, որ նոր առաջնորդը պատվով կշարունակի իր հոր գործը եւ կմիավորի ժողովրդին ծանր փորձությունների ժամանակ։ Իրանի ռեժիմի համար արդյունքներ պետք չէ թափել։ Այս ռեժիմը մահ է սփռել ու բռնաճնշել սեփական ժողովրդին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրապաշտոնյայի խոսքով Իրանի իշխանությունը սպանել է 17000 երիտասարդի։ Շատ իրանցիներ երկրի ներսում ու ամբողջ աշխարհում տոնում են Խամենեիի մահը, վստահեցրել է նա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցների շրջանակը օր-օրի ավելի է ընդլայնվում։ Արմավիրում բացվել է կուսակցության նոր գրասենյակը, որի բացման ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ընդգծել է, որ Հայաստանի զարգացման բանալին պրոֆեսիոնալ կառավարման մեջ է։ Ըստ Կարապետյանի, աշխարհի տարբեր ոլորտերում հաջողած հայեր ունենալով հանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ աղքատ երկրների շարքում, ինչը բացառապես սխալ կառավարման հետևանք է։ Նարեկ Կարապետյանը ներկաներին ներկայացրել է Արմավիրի զարգացման իրենց տեսլականը։ Հայաստանի ամենաբերի տարածաշրջանում ենք, Հայաստանի գյուղատնտեսական ամենահարուստ տարածաշրջանում ենք եւ հայկական գյուղատնտեսության վերածնունդը այստեղից է սկսվելու։ Արմավիրի համար մենք մի հատ ծրագիր ունենք, լավ ծրագիր։ Արմավիրը պետք է Հայաստանի համար եւ Հայաստանի ընդհանուր գյուղմթերքների համար դառնա կենտրոն, գյուղմթերքների վերամշակման կենտրոն։ Արմավիրի մարզի ամեն 3 հեկտարից մեկը չի մշակվում, ջրի պակասի պատճառով, ձեռ չի տալիս, չի մշակվում 3 հեկտարից մեկը, երբ որ Հայաստանի ամենաբերի հատվածն է։ Մեզ պետք է առաջնորդել
գյուղատնտեսության զարգացումը։ Իսկ Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ գնումները արվի, վերամշակում արվի եւ արտահանվի։ Դա հնարավորություն կտա մարդկանց լավ ապրելու։ Ունենք Արարատյան դաշտ, հարուստ շրջան, կազմակերպողից է։ Սամվել Կարապետյանը ձեռները քաշել է, այս process-ի մեջ մտնել է, որ փոխի։ Ու բոլորս իրար հետ աշխատելով փոխելու ենք։ Արմավիրի մարզի բնակիչ Եզդի համայնքի ներկայացուցիչ Մուրաս Շանոյանը կարևորել է կայուն տնտեսական հիմքերով պետություն ունենալու գաղափարը, որտեղ օրենքն ու համերաշխությունը գերակա են։ Շանոյանը նշել է, որ եզդիական համայնքը պետք է ակտիվորեն ներգրավված լինի երկրի համար կարևոր գործընթացներում։ Ուժեղ Հայաստան, որովհետև ես ինքս հավատում եմ, որ հենց այս թիմը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ իրապես իր շուրջն է համախմբում մարդկանց, ովքեր հավատում են, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ պետություն, ուժեղ իր օրենքներով, իր ինստիտուտներով, ուժեղ իր հասարակության համերաշխությամբ։ Բոլորս գիտենք, որ Սամվել Կարապետյանը հայտնի է ոչ միայն որպես հաջողակ գործարար եւ բարերար, այլ նաեւ որպես մարդ, ով տարիներ շարունակ իր հնարավորություններով աջակցել է Հայաստանին եւ մեր հասարակության բազմաթիվ նախաձեռնություններին։ Կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը անդրադառնալով գրասենյակի գործառույթներին ընդգծել է, որ այստեղ բնակիչներին կներկայացվեն զարգացման այն գործնական ճանապարհները, որոնք կյանքի է կոչելու կուսակցության առաջնորդը։ Փորձում ենք ներկայացնել այն ծրագրերը, որոնք Սամվել Կարապետյանը առաջարկում է եւ 100% իրականացնելու է։ Սիրելի արմավիրցիներ, ես համոզված եմ, որ դուք ցույց եք տալու իրական, այսպես չվախեցող իսկական մեր Արմավիրի եւ քաղաքի եւ կողքի գյուղերի ձեր կամքը եւ ես համոզված եմ, որ ուժեղ Հայաստան լինելու հենց առաջին հերթին Արմավիրում։